Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլի Մինասյանին։ Բարի երեկո Տիկին Մինասյան, շնորհակալ եմ հրավերին համար։ Տիկին Մինասյան, ընտրություններին գրեթե մոտ 1 ամիս է մնացել եւ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար կարևոր հարցը մեր երկրի անվտանգության հետ է կապված, բայց տեսեք, երկու կողմից էլ տարբեր մեկնաբանություններ ենք լսում, կապված Հայաստանի անվտանգության հետ կապված, դուք ասում եք, եթե մենք չընտրվենք պատերազմ է լինելու, հակառակ կողմից ասում են, եթե իրենք ընտրվեն, հաստատ պատերազմ է լինելու։ Հիմա մեզ լսող հեռուստադիտողը ինչպես կողմնորոշվի, ում ընտրի, որ պատերազմ չլինի, երկիրն էլ խաղաղության մեջ ապրի։ Մեր ընտրողը պետք է դիտարկի կոնկրետ առաջարկները։ Մենք այս ընթացքում խաղաղություն կնքած, խաղաղություն նախաստորագրած, խաղաղության պայմանագիր նախաստորագրած ուժն ենք օգոստոսի 8-ից ի վեր։ 2 տարի սահմանին զոհ չի եղել։ Նման բան Հայաստանի անկախ պատմության մեջ չի եղել։ Այն դժվարությունները, բանակցությունների փուլերը, այդ ամեն ինչ եղել է ժողովրդի աչքի առաջ։ Դրանից հետո, երբ մենք ասում ենք Ղարաբաղի շարժումը այլևս չպետք է շարունակվի, բանակցային գործընթացները այլևս պետք է ռևիզիայի չենթարկվեն, այն պայմանավորվածությունները, որ ձեռք ենք բերել, տարածքային ամբողջականությունների ճանաչումներ փոխադարձ Ալմաթայի հռչակագրի հիման վրա, չպետք է ռևիզիայի ենթարկվեն։ Խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը վկա է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը։ Նրանց կողմը ասում է բոլորը միաժամանակ բոլոր ուժերը, ովքեր որ շանս ունեն անցնելու խորհրդարան, շեշտում են հետևյալ թեզը. մեր խաղաղության պայմանագրին պետք է երաշխավոր։ Մենք ասում ենք, մենք այդ երաշխավորների փուլը անցել ենք, մենք տեսել ենք այդ երաշխավորները մեր հետ ինչեր կարան անեն կամ ինչ կարա լինի դրանից հետո։ Դրա համար մեզ անհրաժեշտ է երկկողմ հարաբերությունների փոխադարձ շահերը այնքան ակտուալ լինեն եւ այնքան ռեալ լինեն, որ այդ փոխադարձ շահերը ավելի թանկ լինեն, քան պատերազմը։ Երաշխավորների ինստիտուտ բերել նոր պայմանագրի վրա, այդ նշանակում է աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախման կենտրոն սարքել մեր խաղաղության պայմանագիրը։ Այն, որ սահմանին չեն կրակում, հանգիստ է սահմանին, սա իհարկե շատ լավ է, բայց ընդդիմությունն օրինակ հակադարձում է, որ եթե այսօր չեն կրակում, դա դեռ չի նշանակում, որ վաղը չեն կրակելու։ Եվ օրինակ մեջբերում են, ասում են, այս իշխանությունը 3 պատերազմ է բերել մեր գլխին, եւ ինչ հնարավորություն կա, որ վաղը մյուս օրը նույնը չի լինելու։ Ես ներողություն եմ խնդրում այս տաղավարում այդ բառը կրկնելու համար, բայց այդ թեզը իշխանությունը բերել է պատերազմ, ամենաանբարոյական թեզն է։ Դրանով դու ագրեսորին արդարացնում ես եւ ասում ես քո սեփական երկրի իշխանությունը սկսել է պատերազմ կամ գործողություններ է կատարել, որոնք միտված են եղել պատերազմի։ Դրանից ավելի քաղաքական սնանկություն գոյություն չունի։ Ինչ վերաբերվում է ինչի պետքա չլինի եթե ընտրենք մեզ, որովհետև մենք ունենք հստակ պայմանավորվածություններ, այդ պայմանավորվածությունները խախտելու միտում չկա։ Ես իմ խոսքում շեշտեցի, եթե մենք իրագործում ենք թրիփ նախագիծը, եթե մենք իրագործում ենք խաղաղության խաչմերուկ նախագիծը, եթե մենք ապաշրջափակում ենք Հայաստանի Հանրապետության սահմանները, եթե մենք սկսում ենք առևտուր, փոխադարձ առևտուր իրականացնել, մշտապես պատերազմը ավելի թանկ արժանալու, քան այն օգուտները, որից դու կարող ես քաղել։ Եթե փոխադարձ օգուտներ կան դրա մեջ, այլևս միտում չկա պատերազմելու։ Իսկ մեր հակադարձ, մեր ընդդիմադիր ուժերը մշտապես շեշտում են հայրենիքի մաս են համարում Լեռնային Ղարաբաղի հատվածներ, իրենց պաշտոնական էջերում տեղադրում են քարտեզներ, որոնք որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս են։ Շեշտում են, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի իրավունք պետքա բանակցվի։ Այս ամենը ռևիզիա է, այսինքն վերաբանակցությունը, եղած արդեն իսկ գործող, հողի վրա աշխատող, ինչպես ասում ենք 2 տարի սահմանին զոհ չկա, աշխատող պայմանավորվածությունները իջիկ դարձնելա։ Դա է պատճառը, որ մենք նրանց անվանում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն։ Տեսեք, երբ ասում եք, որ օրինակ Արցախ վերադարձի մասին խոսելը նաև սին հույսեր է արթնացնում որոշ մարդկանց շրջանում։ Ընդդիմությունը օրինակ մեջբերում է հատկապես վերջին օրերին, որ ձեր վերընտրվելու պարագայում 300,000 ադրբեջանցիներ են վերաբնակեցվելու Հայաստանում։ Այս հայտարարության ինչպես եք վերաբերում։ Սա հերթական մանիպուլատիվ կեղծ թեզն է եւ ես 3 արդեն հաստատվում է դա, որ դա հիբրիդային պատերազմի գործիքներից մեկն է։ Ինչի եմ ասում հիբրիդային պատերազմ։ Հիբրիդային պատերազմը դա ապատեղեկատվությունը չի ներքաղաքական խոսույթում։ Դա դրսից ուղղորդված խոսույթի ներմուծումն է Հայաստանի Հանրապետություն, որպեսզի դրսի
թեզերը դրսի հաշվարկները աշխատեն հայ ժողովրդի հոգեբանական նյարդային լարերի վրա։ Ինչի են հենց այդ թեզը մեջ բերում։ Մենք մշտապես ասել ենք, որ փոխադարձ այդ վերադարձի իրավունքների մասին խոսելը, չնայած մեկը մյուսի հետ հավասարացման նշան չենք դնում, բայց խաղաղությանը միտված չի եւ խաղաղության գործընթացին վնաս է տալիս։ Մեր պաշտոնական դիրքորոշումը մշտապես դա է եղել եւ մենք փակել ենք այդ հարցը։ Երբ ընդդիմությունը այս կողմից իր նար քաղաքական եւ նախընտրական ամբողջ կոնցեպտը կառուցում է վերադարձի հիմքի վրա, բնականաբար մյուս կողմից պետք է լինի արձագանք։ Մեր ասածն է, որ եկեք վերջապես փակենք այս կոնֆլիկտի էջը։ Այս մարդիկ ուզում են խաղաղ ապրեն, հանգիստ թողեք հայ ժողովրդին։ Իսկ ինչ վերաբերվում է այդ հիբրիդային պատերազմների կոնցեպտին, երեք ռուսաստանցի պրոպագանդիստներից մեկը, որը որ հայտնի է եղել 21 թվականին Հայաստանի Հանրապետությունում, էլ հեղաշրջման կոչեր անելով, էլ բոլոր իրանց TV-ներով հնարավոր ձևերով մեր ժողովրդին տերորի ենթարկելով, հայտարարում է նույն թեզը, որ պայմանավորվածություններ կա, որ պետք է 300,000 ադրբեջանցի գա Հայաստանի Հանրապետություն, մենք հայտարարել ենք, որ բանակցություններում երբևիցե նման հարց չի քննարկվել։ Անցյալ շաբաթ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու կառավարության նախագիծը, որը ենթադրում է, որ պատերազմի կոչ, ատելության խոսք պարունակող այդ եթերները պետք է սահմանափակվեն։ Երբ տեսնում ենք օրինակ ինչպես է տեղեկատվությունը փոխանցվում, օրինակ դիցուք որևէ հեռուստաալիքով Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող որևէ կոշտ հայտարարություն է հնչում, եւ սա մենք ուզում ենք օրենքով արգելել, ստացվում է, որ մենք post factum ենք այդ ամենը իրականացնելու։ Մենք կարող ենք կանխել այս ամենը ընդունված օրենքով։ Ընդունված օրենքով ոչ միայն դա չի կանխում է նաև արհեստական բանականությամբ ստեղծվող տեսանյութերի նմանավանդ նախընտրական փուլում պետք է անպայման մակնանշում լինի, որ արհեստական բանականությամբ հետևյալ տեսանյութը սարքված, որտեղ գիտեք, այս շրջանում հսկայածավալ են ուղղակի ապա տեղեկատվական արշավները արհեստական բանականության գործադրմամբ նույն դեմքով, նույն արտահայտությամբ մարդու ձայնը եւ դժվար է սարքում են արհեստական բանականությամբ եւ դժվար է տարբերակել դա իրականություն է թե ոչ։ Իսկ ինչ վերաբերվում է այդ ներքին գործերին խառնվել օտար լրատվամիջոցների, ոչ հայկական լրատվամիջոցների մասին է խոսքը, մենք այս դարում հնարավորություն չունես դու այլևս ամբողջությամբ պրոակտիվ քաղաքականություն վարել եւ կանխատեսել ինչպես տեխնոլոգիաները կզարգանան, ինչ խոսույթ կգեներացվի, որ երկրում ինչ տեղեկատվություն սխալ կհնչի։ Երբեմն լրատվամիջոցները մեծ, շատ որակյալ միջազգային լրատվամիջոցները այնպիսի կիքսեր են տալիս, որ չես կարող պատկերացնել, կհիշեք ֆրանսիական TV-ով մեր քարտեզի վրա քարտեզը այլ գույնով էր պատկերված, Ադրբեջանի տարածք էր ներառված եւ այլն։ Ուզում եմ ասել, սա պետք է անընդմեջ աշխատանք լինի միջազգային լրատվամիջոցների եւ մեր գործընկեր պետությունների ոչ պետական թեկուզ հեռուստաընկերությունների հետ, որպեսզի նմանատիպ խոսույթը չգեներացվի, իսկ ինչ վերաբերվում է փակելուն հետ post factum, մենք արձանագրում ենք հստակ կանոնը ԿՀՌ-ում խախտումների քանակ, այդ խախտումների քանակից հետո երկխոսություն է գնում, նաև պաշտոնական մակարդակում է երկխոսություն է գնում, եթե դրանից հետո չի ուղղվում, մենք նոր այդ դեպքում տվյալ հաղորդումը կարող ենք հեռացնել եթերից։ Տիկին Մինասյան, լրագրողներ առանց սահմանի կազմակերպություն այսօր զեկույց է հրապարակել, որտեղ Հայաստանը դիրքերը զիջել է 34-րդ հորիզոնականից հասել է 50-րդ տեղին, սա բնորոշում է որպես խնդրահարույց երկրների շարքում է դասում։ Զեկույցում նշված է, որ մամուլը շարունակում է մնալ բևեռացված, սա նաև պայմանավորված է Եվրամիություն, Ռուսաստան, Հայաստանի ընտրության հետ կապված հնարավորություններով։ Տեսեք, երբ ասում ենք մեր օրերում մամուլը այսքան ազատ չի եղել, քան երբևէ, ինչու ենք հետընթաց արձանագրում։ Ես իրականում այդ զեկույցի մասին նոր եմ ձեզնից այսօր է հրապարակվել։ Ես անպայման կտեղեկանամ դա որ հեղինակավոր կազմակերպության զեկույցն է, բայց ես գիտեմ, որ այս վերջին 8 տարիներում սահմանների միջազգային 34-ից 50 անպայման պետք է ճշտել այս տեղեկատվությունը, ես նորից կնայեմ կարձագանքեմ, բայց ինչ վերաբերվում է այս տարիների ընթացքում, մենք մշտապես արձանագրել ենք հսկայական աճ խոսքի ազատության։ Եվ դա մեր ժողովրդավարության լավագույն արգասիքն է եղել Հայաստանի Հանրապետությունում։ Շատերը բողոքում են, բայց ես կարծում եմ, որ ժողովրդավարական երկրների տրանսֆորմացիոն փուլը անցնում է հենց այս ձևով։ Պետք է թողես ազատ, կրթական միջավայրը բարելավես, մեդիագրագիտությունը բարելավես, նոր դեղին մամուլը կամ են ոչ հարիր նյութերը, որոնք որ տեղակայվում են մամուլում, կհեռացվեն ինքն իրան։
Իսկ ինչ վերաբերվում է այս բևեռացվածությանը, բևեռացվածության նպատակն էլ է հայ հասարակությանը իր ոտքերի տակից ամուր հողը շարժել։ Հայ հասարակությանը ինստիտուտների նկատմամբ վստահությունը թույլատրել, հայ ժողովրդին պարակտել այնպես ու դա էլի դրսից ուղղորդված հստակ մեսեջինգով, հստակ քաղաքականությամբ, որի գործողությունները կատարում են այստեղ մեր շատ սիրելի եւ հարգելի խորհրդարանական ընդդիմությունը։ Այս բևեռացվածության արդյունքը ոչ միայն նաեւ որ մարդիկ ընտրում են որևիցե քաղաքական ուժի, այլ նաեւ մեդիան է ինքը պարակտված, իսկ մեդիայի պարակտվածության հիմքը դա քաղաքական կուսակցություններին ֆինանսավորումն է։ Քաղաքական թիմերը, որոնք որ ունեն հսկայական ռեսուրսներ, հսկայական մեդիա ռեսուրսների են տիրապետում, մի որոշ զանգված օրինակ իշխող ուժն է հարում, մի հսկայական զանգված ընդդիմադիր ուժերին եւ չի կարող մեդիայի ազդեցությունը չլինել մարդու վարքագծային կանոնների վրա եւ մարդու ուղեղի մտածողության եւ շփման վրա։ Ինչ եմ առաջարկում, խնդրում եմ հետևեք երկուսին էլ կամ գոնե ընտրեք կոնկրետ վստահելի լրատվամիջոցներ, որոնք չեզոք են եւ հետևեք այդ չեզոք լրատվամիջոցներին, որպեսզի կարողանաք ձեր ուղեղի եւ մտքի հիգիենան պահպանել։ Բացի քաղաքական բովանդակությունից մենք տեսնում ենք, որ նաև մեդիա գրագիտության առումով մեր ժողովուրդը նաև տուժում է խարդախներից, տնտեսական խաբեության զոհ է դարձնում։ Այս առումով խորհրդարանը ինչ է անում, որ մեր քաղաքացիները ավելի լավ տիրապետեն, թե ինչ պետք է անել, որպեսզի մանիպուլյացիաների զոհ չդառնան։ Սկսած ֆինանսական գրագիտությունից վերջացրած մեդիա գրագիտությամբ, բնականաբար անձնական պաշտպանության, անձնական տվյալների պաշտպանության գրասենյակը բարբերաբար հաղորդակցություն է վարում, բայց բնականաբար հասկանում եմ, որ այդքանը բավարար չի։ Ես տեսնում եմ, որ մեդիայի պարագայում մեր քաղաքացիների դիմադրողականությունը առնվազն պատերազմից հետո բավականին աճել է։ Բայց այս ֆինանսական հանցագործությունները ինչքան տեխնոլոգիաները աճում են, այնքան իրանք վերափոխվում են եւ անընդհատ պետքա հարմարեցնել եւ ինտեգրել քաղաքացու նոր հմտությունները տվյալ տեխնոլոգիաներին։ Դրա համար կիբերանվտանգության գիտեք, որ տեղեկատվական համակարգերի նոր կենտրոն սարքեցինք, ստեղծեցինք անկախ մարմին, խորհրդի անդամներ են ընտրվել, կենտրոնը պետք է զբաղվի նաև կիբերպաշտպանությամբ եւ կարևոր ենթակառուցվածքների կիբերանվտանգությունը պաշտպանելով, նաև թվայնացմամբ, եւ այդ կենտրոնի կարևորագույն նպատակներից մեկն է նաև օրինակ, չգիտեմ, բանկային համակարգի կիբերանվտանգությունը բարձրացնել այնպես, որ այդ ֆիշինգները այլևս հնարավոր չլինեն։ Կարծում եմ գրագիտության ֆինանսական գրագիտության խնդիր է եւ հանրակրթական միջավայրից պետք է սկսի այս ամենը զարգանալ, որպեսզի քաղաքացին թեկուզ մեծ տարիքում չտիրապետելով տեխնոլոգիաներին չկարողանա դրա զոհը դառնալ։ Վերադառնալով նախընտրական թեմաներին, Տիկին Մինասյան, Հայաստանի իշխանության հրավերով ԵԱԿԺ դիտորդական առաքելությունը պետք է դիտարկի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Դուք որպես իշխող ուժ արդյոք հավասար պայմաններ ապահովել եք բոլոր այն քաղաքական ուժերի մասնակցության համար, որոնք հայտ են ներկայացրել մասնակցելու հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին։ Ես կարծում եմ, որ գերհավասար պայմաններ են, ոչ թե հավասար պայմաններ։ Խնդիրը նորից եմ կրկնում քաղաքական կեղտոտ փողերն են, որոնք մտել են պայքարի մեջ, որտեղ մենք գիտենք, որ պայքարում ենք 3 միլիարդատեր օլիգարխի դեմ եւ բնականաբար ֆինանսների հնարավորությունները շատ ավելի լայն հնարավորություններ են տալիս քաղաքական ուժերին ավելի շատ գովազդներ ունենալու, ավելի շատ եթերներում գովազդ տալու, Facebook-ան կամ սոցիալական հարթակներում քաղաքական ուժ կա, որ ամսական $110,000-ից ավել մենակ գովազդ է տեղադրում։ Եվ ես կարծում եմ, որ այս կարող է անհավասար պայմաններ ստեղծել, բայց այդ ամենը մենք կարգավորել ենք օրենքով հստակ, որ ծախսերը նախընտրական փուլում, օրինակ փետրվարի 7-ից, երբ նախագահը հայտարարել ընտրությունների օրը, պետք է հայտարարագրվեն հստակ կուսակցությունների հիմնադրամում։ Հիմնադրամները ունեն շեմեր, պետք է 800 միլիոն դրամը չգերազանցի նախընտրական հիմնադրամի գումարը։ Այդ նշանակում է 800 միլիոն դրամի մեջ պետք է տեղավորեք ձեր բոլոր ծախսերը։ Այս ուղղակի զուտ հուշում այն ուժերին, որոնք որ չեն հետևում այս կանոնին, որովհետև հետագայում խնդիրներ եք ունենալու, մինչև ընդհանուր քրեական պատասխանատվության կարող եք ենթարկվել։ Օրենսդրական կարգավորումները 22 թվականից ի վեր այնքան քաղաքական հավասարություն են ստեղծում։ Մենք բարբերաբար փորձում ենք ընտրողին մանիպուլացնելու կետերը օրենքով ամրագրենք, որպեսզի հանկարծ ու հանկարծ այդ նման խնդիր չլինի։ Սկսած բարեգործության արգելքը, գիտեք ինչքան քննարկվեց նաև ընտրակաշառքների դեպքերը։ Ուզում եմ ասել,
հնարավորությունները օրենսդրական կարգավորումներով տրված է, տեղեկացումը քաղաքացիներին մշտապես արվում է, մենք երևի օրը 7 անգամ խոսում ենք, որ ընտրակաշարք վերցնելը տալը քրեական պատասխանատվության է ենթարկվում մինչև 7 տարի ազատազրկում։ Այս ամենի մասին անընդհատ պետք է խոսեն նաև լրատվամիջոցները եւ հասարակությունը, որպեսզի մենք դուրս գանք այդ ճահիճից։ Մենք որպես պետություն պետք է կարողանանք ընտրակաշարք ասվածին վերջ տալ եւ նորմալ քո քաղաքական ընտրությունը, քո ապագայի ընտրությունը երբևիցե չծախել որևիցե քաղաքական ուժի կմահաճույքին։ Տիկին Մինասյան, քանի որ ձեր խոսքում հիշատակեցիք ընդդիմադիր ուժերին, օրինակ ընդդիմադիր ուժերից մեկին, մասնավորապես ուժեղ Հայաստանին, ձեր թիմակիցները ներկայացնում են, որ եթե այս ուժը օրինակ գա իշխանության, միանշանակ սպասարկելու են, այսպես ասած, Ռուսաստանի շահերը։ Երեք օրինակ Սամվել Կարապետյանը հայաստանյան հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարեց, որ ինքը այն մարդն է, որը կարող է մեջբերել Հայաստանը վերադարձրել հիմնական ստրատեգիական ակտիվները Ռուսաստանից, Հայաստանի էլ ցանցերն է վերադարձրել, Հրազդանի ջեկը, Սևան Հրազդան կասկադը հիմա էլ ինքն է վերադառնում Հայաստան։ Էլ ինչ պետք է անի այս մարդը, որ ապացուցի, որ ինքը սպասարկում է Հայաստանի շահերը։ Գրպանն է վերադարձրել։ Այս մարդիկ չեն կարողանում տարբերել իրենց սեփական բյուջեն պետական բյուջեի հետ։ Գլուխ էին գովում, որ կալանքի տակ գտնվող մարդը $1 միլիարդ ավելացրել է իր կարողությունը այս ընթացքում։ Դա ուղղակի ծիծաղ է առաջացնում, ինչ ասեմ, իր գրպանն է ավելացրել, Հայաստան չի վերադարձրել։ Իսկ ինչ վերաբերվում է, թե ինչ ուղղվածության ուժը, ես ներողություն չեմ կարող ինձ թույլ տալ չհավատալ Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Ինչու՞։ Ցիտում է մարդը հստակ, խնդրում ենք թողնել ռուսամետ ուժերը, որոնք գտնվում են կալանքի տակ, չնայած նրան, որ ունեն Ռուսաստանի քաղաքացիություն, մասնակցել ձեր նախընտրական պայքարին։ Հիմա խնդրում եմ, եկեք հիշենք կալանքի տակ գտնվող ռուսամետ քաղաքական ուժ, որը ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։ Դե դուք ասում եք, մեկ է օրինակ Սամվել Կարապետյանը չի կարող լինել ոչ պատգամավորի տեխնացու, ոչ էլ վարչապետի տեխնացու։ Մենք չենք ասում, օրենքն է ասում, եւ դա մանիպուլացնել ոչ մեկ չի կարող, ինչքան էլ փորձեն վերնագրեր դնել, թե կալանավայրից դեպի վարչապետի աթոռ է նստելու մարդը, իսկ ինչ վերաբերվում է նրա ռուսամետ լինելուն, նրա ամբողջ քաղաքական կապիտալը, եկեք մի հատ պատկերացնենք, էլի $4 միլիարդ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Ասում են տարբեր երկրներում, հա, բայց 90%-ը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Այդ $4 միլիարդ հրաժարվելու եք այդ $4 միլիարդից, որ ձեր վրա քաղաքական ազդեցություն չունենան։ Մենք տեսնում ենք այն ամեն ինչ կատարվում է օլիգարխների հետ, որոնք օրինակ փորձում են քաղաքական ուղղվածությունները շեղեն ընտրված քաղաքական գծից, օրինակ Ռուսաստանում կամ այլ երկրներում։ Մենք տեսնում ենք նրանց հետ ինչա տեղի ունենում։ Ես ուղղակի հորդորում եմ, այսինքն ամենամիամիտ մարդուն չես կարող այս թեզով խաբել, էլի։ Եվ նորից եմ կրկնում, ես ինձ թույլ չեմ տա չհավատալ Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքերին։ Շատ լավ։ Տիկին Մինասյան, այսօր մայիսի 1-ն է աշխատանքի եւ աշխատավորի օրը, առջևում խորհրդարանական ընտրություններ են։ Ինչ եք խոստանում աշխատող մարդուն եւ աշխատանք փնտրող մարդուն։ Մեր նախընտրական ծրագրում հստակ կետեր կան աշխատատեղեր ստեղծելու մասին։ Մենք բնականաբար այն պոպուլյար կամ հեքիաթային եկեք լինենք չաղ եւ բախտավոր թեզերից դուրս անում ենք ռեալ աշխատանք եւ այդ ռեալ աշխատանքը հստակ հողի վրա երևացել է օրինակ 18-ից 26 թվականներին մենք 309,000 աշխատատեղ ենք արդեն ստեղծել նոր գրանցված աշխատատեղերն են բնականաբար դրա մեջ նաեւ ներառվել մենք տարեկան 25,000 տարեկան չկներեք ներողություն 25,000 աշխատատեղի կետ կա մեր նախընտրական ծրագրում ինչու՞ չէ նաեւ տնտեսության ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում մանավանդ արտադրողականության բարձրացման, նորագույն տեխնոլոգիաների ներմուծման հստակ թվային ցուցանիշներով առաջարկներ ունենք քաղաքացուն կոնկրետ բիզնես ոլորտի եւ նաեւ գյուղ ոլորտի համար։ Այս ամենի թվային ցուցանիշները հիմնված չեն ուղղակի նրանք ասին 300,000, մենք ասենք 400,000, նրանք ասին 100,000, մենք ասենք 50,000։ Մենք ունենք աշխատանք, այդ աշխատանքը միջինացված ցուցանիշներով հստակ տեսնում ենք ինչ կարող ենք մաքսիմալի, այն որ 99%-ով կատարել, մենք դա ներառում ենք մեր նախընտրական ծրագրում։ Եվ այդ նախընտրական ծրագիրը բարբերաբար կոմունիկացվելու է քաղաքացիների հետ, մարդը թող տեսնի
փողոցից տնից դուրս է գալիս, իր փողոցը, իր բնակավայրը, իր միջավայրը ինչպես է փոխվել այս տարիների ընթացքում եւ գնահատական տա, ով է կատարել արդեն աշխատանք, այդ կատարած աշխատանքը ինչ թվային ցուցանիշներ է բերել այս պետությանը եւ մեր երկրին, տնտեսական աճով, աշխատատեղերով եւ դրա այդ զուգահեռի են առաջարկը, որ մենք տալիս ենք նաեւ քաղաքացուն որպես նախընտրական ծրագիր։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանի հետ։ Ցտեսություն։